Շենգավիթի վարչական շրջանի հիմա տարածքում ենք, հենա այս ինչ լավ բաներ ա կառուցել ստեղ Երևանի քաղաքապետարանը, հələ մի հատ ցույց տվեք էլի, այդ են բաներից ա, այն նույն բանի ուսի տրինաժորներից ա, հələ մի հատ ցույց տվեք, հələ տեսեք ինչ նստարաններ ա կառուցվել, ճիշտ ա թե չէ, կառուցվել ա թե չի կառուցվել, ճիշտ ա, իսկ պարապում են թե չեն պարապում, լուրջ, այսինքն օգտակար է էլի, մենակ գեղեցկություն չի, նաև օգտակար է և պարապում են, այդ ամենակարևորն է, որտեղ մեր մտավախությունն են ասում ենք հանկարծ դնենք չօգտագործվի ճիշտ չի լինի, շատ ուրախ եմ, որ օգտագործվում է, ողջունում ենք ձեզ, 1, 2, 3, 4, 5, 5-րդ հարկ, ողջունում ենք ձեզ, 4-րդ հարկ, ողջունում ենք ձեզ, 3-րդ հարկ, ողջունում ենք ձեզ, 2-րդ հարկ, ողջունում ենք ձեզ, առաջին հարկից բոլորը էստեղ է նստած ամենայնի, որովհետև պատուհանից նայող չկա։ Սիրելի ժողովուրդ, այսօր շատ կարևոր օր է, որովհետև գիտեք ինչ քարոզարշավն էլ է, կենդանի պրոցես է, որտեղ ասելիքը կամաց բացվում է, եւ շատ թեմաներ եւ շերտեր են ի հայտ գալիս, բայց եւ մարդիկ են գալիս մեզ միանում են, եւ այսօր գիտեք, մենք մեծ վստահությամբ, տեսեք էլի, այս էլ է շատ կարևոր բան, ես երկու խոսակցության դրվագ եմ ուզում պատմեմ, մեր ընկերներից և մեր համագիրներից, քաղաքացիներից մեկը նախորդող ուղ եթերում ա եղել, ինչ պատմում եմ ուղ եթերում ա եղել, ընդհանրապես կարակ ամեն ինչ ստուգեք, մոտեցել է ասում է դե դատի են տալիս և այլն կապված հայտարարությունների և այլնի հետ, դե ես էլ եմ դատի տվել, ինձ էլ են դատի տվել, ես ուրիշ բան եմ ասում եմ, ես կարծում եմ, որ արժի, որ մենք այդ պահը գնահատենք, որ այդ էջը փակված է, որ երբ որ մարդկանց խոսքի արտահայտության համար գնում են տարբեր կրիմինալ կիսաքրեական ռազմորկաներ, հիմա մարդիկ գիտեն, խնդիր ունես, պետք է գնաս դատարանում լուծես, և դա ևս մի զարգացման հանգրվան է, որը մենք շատ մեծ հաջողությամբ անցնում ենք, այլ բան, որ դատական համակարգը իհարկե պետք է գնալով ավելի մեծ վստահություն վայելի ավելի արագ արձագանքի գործերին ավելի օբյեկտիվ։ Երկրորդ հանգամանքը, մենք այնուամենայնիվ 8 տարվա իշխանություն ենք, 8 տարվա։ Ես արդեն 8 տարուց ավել, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, 8 տարուց ավել։ Եվ 8 տարի անց, մենք անցած լինելով COVID-ի, պատերազմի, 21 թվի, 22 թվի, 23 թվի միջոցով, տեսեք մենք մեր քաղաքում և մեր երկրում մտնում ենք գյուղից գյուղ, բակից բակ, տնից տուն, մենք կանգնում ենք և ելույթ ենք ունենում 10 հոգու համար, 20 հոգու համար, 50 հոգու համար, 1000 հոգու համար, 4000 հոգու, դե պարզա, մեծ թվերը պարզա, բայց է շատ կարևոր բան է, որ մենք, այսինքն ես այսքան բանի միջով անցել ենք, չէ, շատ դժվար է եղել, հեշտ չի եղել, բայց ես գիտեք, ես ներքին բան ունեմ, համոզմունք ունեմ, և այդ համոզմունքն ու վստահություն ինձ տալիս է նաև ժողովուրդ, ինձ տալիս է, որ ես կարամ մտնեմ Երևանում ցանկացած բանկ, ասեմ բարև ձեզ, եթե 2 հոգի չի պատասխանի բարևին, 12 հոգի կպատասխանի բարևին։ Եվ սա շատ կարևոր բան է, ու շատ կարևոր է նաև, որ ես 8 տարվա վարչապետ եմ, և այն 2 հոգունով չի պատասխանի բարևին, էլի ամենայն հարգանքով, բայց էտա հեղափոխության նպատակներից մեկը նաև էտա եղել ժողովուրդ ջան, որ մարդիկ կարողանան արտահայտել այն, ինչ ուզում են արտահայտեն, չարտահայտեն այն, ինչ չեն ուզում արտահայտեն, կայացնեն այն որոշումները, որոնք ուզում են կայացնել։ Հիմա ասենք, ենթադրենք, ես էլի ասում եմ, այսօր քաղաքական ուժեր կան, կամ մարդ կա,
ասում է դե ես եմ ելնելու վարչապետը, դե ես եմ ասում այդ հարցերը ասում ինչ եք խոսում, ես եմ ելնելու վարչապետը, լսեք այդ մարդիկ չեն հասկանում, ես կարամ ասեմ ես եմ ելնելու վարչապետը, դուք լսել եք ինձնից մի բառ, չէ մի րոպե, մենք 3 ընտրություններ ենք անցել, Ես մենակ հեղափոխության ժամանակ ասել եմ, այսինքն այն ժամանակ եւ հրապարակում չէ, ամբողջ Հայաստանը ոտի կանգնած ա եղել, ես ասել եմ, ձեր չունեք, պետքա ինձ ընտրեք վարչապետ, որտեղ ժողովուրդը դա ցույց է տալիս։ Դա ինձ հետո լսած կաք մի անգամ, որ ես ասեմ, ես ելնելու եմ վարչապետ։ Լսած կաք ինձնից մի։ Մենք 3 ընտրություն ենք անցել։ Որևէ ընտրությունից առաջ դուք լսած կաք, որ ես ասեմ, ես լինելու եմ վարչապետ։ Ինչ եք խոսում, ես չեմ ասես ոչ մի տենց բան։ Գիտեք ինչի։ Որովհետև ես գիտեմ, ես չեմ որոշողը, ես կլինեմ վարչապետ, թե ես չեմ լինի որոշողը։ Դուք եք որոշողը, ես կլինեմ վարչապետ, թե չեմ լինի։ Դուք եք որոշողը, ես կլինեմ, թե չեմ լինի վարչապետ։ Եվ այդ հələ տեսեք, 2 տարեկան երեխան դուք ծափ չեք տալիս, ինքը ծափ է տալիս։ Որովհետև հասկացար, չէ՞ ինչ եմ ասում ես, հասկացար, չէ՞։ Որովհետև, բայց ես ինչի համար եմ ասում, 2018 թվականի ընտրություններից Երևանի, Գյումրիի ընտրությունների եւ էլի քաղաքներ են եղել, ժողովուրդ ընտրությունների արդյունքները որոշվել, ասենք, սենց կարարներ, այս կոմենկոն որոշվել է 120 ձենով, 80 ձենով, 150 ձենով, դուք պատկերացնում եք։ Այսինքն 2018 թվականի հեղափոխությունից մինչև օրը մի հատ ընտրությունների արդյունք չի կեղծվել, որովհետև մենք հասկանում ենք, որ դուք եք որոշողը, ոչ թե իշխանությունը։ Եվ այս ընտրություններն էլ դուք պետքա կայացնեք որոշումներ։ Եվ ես այս գլխից եմ ասում, ու միշտ եմ ասել, ինչ որոշում դուք կայացնեք, մենք հլու հնազանդ կկատարենք ձեր կայացրած որոշումը։ Բայց մենք նաև հարկ ենք համարում ձեզ հետ կիսել ամբողջ տեղեկատվությունը, որ ձեզ անհրաժեշտ է եւ անհրաժեշտ կլինի որոշումներ կայացնելու համար։ Եվ մենք այսօր նաև ուզում եմ արձանագրեմ, ինչի շնորհիվ է, որ ես մտածում եմ, որ ես կարող եմ մտնել Հայաստանի ցանկացած բակ եւ խոսել մարդկանց հետ, որովհետեւ 2018 թվականից հետո մենք շատ դժվար ճանապարհներով ենք անցել, բայց ես ինչպես խոստացել եմ 2021 թվականին, ասել եմ, որ մենք մեր երկիրը, մենք մեր նավակը հասցնելու ենք խաղաղ նավահանգստի, խաղաղ հանգրվանի, մենք հասցրել ենք խաղաղ հանգրվանի։ Մենք երբ որ ասել ենք 2021 թվին ապագա կա, դուք էլ հավատացել եք, ես այսօր եկել եմ ասել, որ ապագա ոչ միայն կա, այլև ապագան այսօր է, հիմա է, այստեղ է ապագան, որովհետև այրացայում անցյալի մեջ այրացայում սենց խաղաղարապարակ չէր կարարներ ժողովուրդ, այրացայում սենց խաղաղարապարակ կարա լինի ապագայի մեջ, եւ եթե խաղաղարապարակը այսօր այրացայում է, նշանակում է ապագան այստեղ է, ապագան այսօր է, ապագան հիմա է, այս է իրականությունը ժողովուրդ։ Եվ ես եկել եմ ձեզ շնորհավորելու այդ ապագայի առիթով, բայց էլի ես եկել եմ շնորհավորելու ձեզ, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում միջին թոշակը այնքան է, որ թոշակառուն կարա ծերը ծերին հասցնի, լավ է, որ թոշակառուն կարա ծերը ծերին հասցնի, չէ շատ լավ չի, ես նկատի ունեմ դա մեր ամենամեծ երազանքը չէր, որ թոշակառուն ընդամենը ծերը ծերին հասցնի, բայց երբ որ ես վարչապետ եմ ընտրվել 8 տարի առաջ, Հայաստանի Հանրապետությունում նվազագույն թոշակ եղել է 16,000 դրամ, մենք եկել ենք առաջի գործողությունով
կրկնապատկել ենք նվազագույն թոշակը, դարձրել ենք 32,000 դրամ։ Բայց նույնիսկ այդ 32,000 դրամը կրկնապատիկը պակաս է եղել, քան նվազագույն պարենային զամբյուղը։ Այսինքն կրկնապատկածը պակաս է եղել, քան նվազագույն պարենային զամբյուղը, նվազագույն պարենային զամբյուղն է, որ թոշակառուն իր թոշակով կարա սնունդ առնի այդ ամսվա համար, գորե ինչ որ սնունդ ընդունի, ինչ որ կալորիա, որ իրան բավարար է ապրելու համար։ Մենք կրկնապատկել ենք, բայց էլի նվազագույն պարենային զամբյուղից պակաս է եղել նվազագույն թոշակը։ Հաջորդ գործողությունով մենք նվազագույն թոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին։ Այսինքն դա 2022 թվին է տեղի ունեցել, որ թոշակառուն այնքան թոշակ ստանա, որ կարենա գոնե սնունդով ինքը իրան ապահովի։ Բայց դա էլ բավարար չի եղել։ Հիմա մենք 2025 թվականին, 26 թվականին միջին կենսաթոշակը բարձրացրել ենք այնքան, որ թոշակառուն կարող է նվազագույն սպառողական զամբյուղով ծերին հասնի։ Սա նշանակում է, որ թոշակառուն կարա սնունդ առնի, կարա կողքից մի հատ կոշիկ առնի, մի հատ բաժակ առնի, մի հատ չգիտեմ պատարակավ առնի եւ այդպես շարունակ։ Եվ սա Պարոն Փաշինյան, մի հարց տամ, էլի։ Մենք արեցեմ Երևանի Հովանես Շիրազի անվան հարվածությունները։ Գիտեմ, ասեց ձեզ։ Հա, իսկ տարի չի վերանորոգում։ Ընդհանուր դպրոցը պետք է։ Կարող են ձեր սրտիկով նկարվել։ Հա, եղբայր։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Վայ, շնորհակալ եմ։ Բարև եղբայր։ Մի րոպե եղբայր։ Screenshot կանես հետո, հա։ Ուղի եթերից իմիջի։ Լավա ձեռդ արդեն լավանում, հա։ Սենց։ Չնկարվեց, նկարվեց։ Հա, օքեյ։ Բարև եղբայր։ Հա, իհարկե եղբայր։ Շուտ միացրու։ Արի դու գնա մինչև խոնը պատրաստ, հա։ Չէ, ես չեմ ունեցել։ Դե արի վերցրեմ մինչև։ Քիչ գորան, դες արի։ Դա ոնց է։ Բեր եղբայրս։ Ավելի լավ է դուք նկարում։ Ամիգո։ Ես երկու աղբեր եմ ունեցել։ Ես մեկ աղբեր։ Ես երկու աղբեր։ Ես ապայուսակիդ մեջ լցրու, որ չկորի։ Ահա, սենց բայց դուրս արի, սենց։ Մի հատ էլ, բայց են կոմով դուրս արի։ Մենք ես ասեից գնալու ենք։ Ես փոխ։ Աշոպետ լավ նկար։ Հաճույքով եղբայր։ Շնորհակալություն, ես Instagram հայտնի բլոգեր եմ։ Ապրես աղբերես։ Ես միշտ առողջություն։ Քեզ էլ եղբայր։ Արի, կանգնի։ Նիկոլ Փաշինյան։ Գանի։ Ո՞վ է լացը։ Բարակ մեծ հետ նկարվեք։ Հա, իհարկե։ Մեզ գնալ։ Ես եմ գալիս, բայց մի քրիկի ինձ գայրոշ։ Դե նկարի։ Բախտով ես։ Բարձ շատ։ Արգեն քրիկի համար մի հատ կտակ։ Ամրուջը։ Any դավ չնկարես մեկ նկար։ Նկարվեն եղբայր։ Մի լավ նկարած, ես ստուգի։ Լավ։
Մայրիկ ջան, ինչ է պետք է անել, ասեք, ինչ անենք, ասեք։ Սարամսի կարվելու կարող։ Այ իհարկե վերջ։ Թողեք մայրիկը գահլը, ինչ է ուզում։ Պարոն Փաշինյան, Հաճա։ ես անգիակոտ խաշմերուկում 4 տարավաց չես ամփրել եմ։ Ճամփեն սարքել։ Այո։ Գնացինք մենք անգեղակով։ Գիտեմ, 3 օր անտեղ, 3 օր առաջ ընդեղի։ Ուրախ եմ։ Նա այն տարին էլ որ եկար 4 տարի խաշմերուկում կանգնալ, ամփրել եմ քեզ։ Հա։ Շնորհակալ եմ մայրիկ ջան։ Մի հատ էլ դուր երեխա կան նրա։ Ահա, էս Չէ, էլ։ դա կարող ես չտալ, նկարը դուր։ Էնա կտա։ Հակի լավ չէր Հելենը կարը, սելքի, բայց էլի սրտիկով։ Պահելա։ Տեստուգի տնը գլավ աղեն։ Ստուգի։ Հա, շատ Լավ է։ լավ։ Հա։ Ինչ հարություն։ Հարություն երեխա է անցել։ Ավտոբուսից միջև հիմա, հա, դե մի քանիս էլի են եկել։ Դու էլ հաշվում ես երեխի։ Չենք թող նկարի։ Վերցրու գն հետ։ Բարև ձեզ։ Մեզ։ Սենց։ Էդ ինչ ես դեմքդ փակում։ Ես կտամ կնկարել, արի։ Դե վերցրու ես է։ Սենց դուս։ Որ խնդրեմ երկու հատ մեկ ընկերուս համար։ Սենց պետք է դուրս գազ միրուտ։ Մերսի շատ։ Ինչքան։ 200։ Հա, բարձ։ Երկու հատ մեկ ընկերոջ։ Հա, եղբայր։ Մերսի։ Որ խնդրեմ կարող ենք նկարվել։ Հա, իհարկե։ Բարև։ Վերցրու բա։ Հա, իհարկե, եղբայրս։ Ես 10
լացել եմ, բայց քունիկս լացում ա, որ իրան չի։ Բա վերցրու տարես։ Ոչինչ տարես, էդ էլ դուր, բայց սենց դուրս արի։ Արման ջան մատ պայ։ Վերց, ես մեծ։ Զինվոր, վերցրու, սենց դուրս արի, սենց դուրս արի, հետ, եք, բուկլետով, հիմա բուկլետով, հիմա նույնը բուկլետով արա, Հա, լավ եք, բարոն Փաշյան։ Լավ։ Ձեր շատ ենք սիրում, շատ։ ես էլ ձեզ եմ Ամպերի սիրում, չափ։ խնդրում եմ սենց Որ դուրս արի, խնդրեմ մեկ հատ եք հարտես, մեկ հատ։ համեցի, Շատ շնորհակալ եմ։ հա, Մայրիկ ջան կմոտենի։ վերցրի, Այս երեխեն թողա այդ ունով եկեք, այս երեխեն։ բան երեխա է, ման, Շատ բարև սա ձեզ, Շատ ուրախ եմ։ սայլ, պուճուրին, բրնի, Որ մի րոպե։ պաս, Շատ շնորհակալ եմ։ սենց դուրս եկեք, խնդրում եմ, Պարոն այսպես, Փաշինյան ջան, մի հարցով կարամ դիմեմ նոր դեմ։ հասեք, Մեր 5-րդ երեխան ացում թորնիկս։ հա, շատ լավ, հա, Ահա, մենք էլ տնակի մեջ ենք ապրում, Դոմիկի Այրացյա թաղամասից մի քիչ ենք։ հիմա մենք բազմազավակ երեխաների ընտանիքների համար ծրագիր ենք պատրաստում, բայց սկզբից 6 երեխա ունեցողների հարցերը կլուծենք, հետո այդ ընթացքում 6-րդն է կծրվի, Շատ շնորհակալ եմ, Աստված թողնի քեզ, մենք շնորհակալ եմ, Կոմով Մայրիկ ջան դուրս եկեք։ հեսա, ընդեղ կանը կարող, Փաշինյան ջան, հա ջան, մի հատ պաչեմ։ Հարազատ ջան, այսը վերցրեք, շնորհակալ եմ։ Աստված մեր գործերին, մեր տվեք, ցանկությունը Աստված կատարի։ օգնի ձեզ, 18 թվականի ձեր կողքին ենք հավատարիմ։ Աստված օգնի ձեզ, դուք մեր փրկությունն եք, ժողովրդի փրկությունը, շնորհակալ եմ։ Ես իրա հետ ունեմ նկար, մի հատ էլ առանցին կոպապն եմ ուզում։ Առանցին, ոնց է, լավ, դուք ոնց եք, լավ է, մերսի, 5 հատ թորն եմ ազիս։ աստված պայ, 5 հատը որ տանը բարդ եմ։ հա, Չհասկացա, մերձեմ քեզ։ բան, խվածքներ էլ տուր, պայսակը բացեք, լցնենք պայսակը, իրեք հատ է, իրեք հատ, Շեների մեր ժողովրդի կողմեսն է։ Նկարիր։ հա, Մերսի, գործն հետ հաճախություն արճա։ Մեր հետ միշտ պահապա։ շնորհակալ եմ, Արև ես պարով Արճապետ, դուք 18 թվից մինչև այսօր ինձ օգնել եք ամեն ինչով, Հա, որպես հաշմանդամ։ շնորհակալ եմ, Ուզում եմ մի հատ էլ ձեր հետ նկարվենք, կարելի է։ Շատ շնորհակալություն ամեն ինչի համար, ես եմ շնորհակալ, հունիսի 7-ին համար 16-ին։ շնորհակալ եմ, Զավակ տան։ շնորհակալ եմ, բարև, Ես քարտեզը կներ կոտեմ, բայց երկու։ Այսօր։ Ես անձամբ ձեզ շնորհակալություն եմ այդտեղ, որ 20 թվականի ամսի 8-ին ծննդվությունը էր նոյեմբերի 8-ին, ամսինի որ պայմանագիր ստորագրեցի խաղաղություն ելավ։ Ձեզ այնց հոգաչափ շնորհակալ, որ այդ դրա բանով մի հատ ինսուլտ եմ տալիս, ցավ եմ տալիս։ Աստված ձեր հետ է, ես գիտեմ, միշտ Աստված ձեր հետ է։ Դե 17 դեվա էլ հետևից, հիմա 7 հատ է մնացել։ հա, Կամաց կոդրում։ Ես ամեն ինչն էլ հասկանում եմ։ Մի հատ նկարում եմ։ հրեշ ա եղե, 20 գլուխ կտրել է մնացել է Մի հատ նկարում եմ ցավը։ Հոգաչափ շնորհակալ եմ։ Հա, եղբայր, բա ուրա, ինչով նկարվենք, ուղիղ եթերից սկրինշոտ կանես, Մեկ էլ երեքս մայրիկ էլի բան։ տուր 3 հատ, քարտեզ, Արև ես պարով որ խնդրեմ կնկարեք։
Նայ։ Ես կարող եմ ձեզ մի հատ գիրք նվիրել։ Այո։ Սա իմ գիրքն է։ Առաջի։ Ինձ կարող է հիշել։ Ես Կոշի գավաթի Սադոյան եմ։ Սոցիալ-հոգեբանական բաժնետը։ Սադոյան Խաչիկ է։ Որ ես նստած եմ եղել, դուք այնտեղ եք։ Մի անգամ որ ինձ ասիր, պարոն Սադոյան, կարող է ես զանգարել ասաց հավատանեմ, ես իրավունք չունեմ, բայց եթե հնարավորություն տան, ես եմ շատ, ես առաջերման ես մինչ առ այսօր, ես մասնակցել եմ, գիրք հրատարակել եմ մինչև 18 թվականի ապրիլի 23-ը, որից հետո մշակված արդեն ավելացրել եմ ես հաղթանակը, արդեն այդ ժամանակ խնդրեմ, բայց կուզենայի մակագրեի, խնդրեմ, այնտեղ մակագրեք երեխեքը անձրևի տակ չմնան, այնտեղ մակագրեք, կփոխանցեք, կվերցին։ Բարև ձեզ։ Հոպ, երեխեքին, ծրում ենք, միտինգը ծրում ենք, եկեք, երեխեք, եկեք զոնցիկի տակ, եկեք, լավ, Նկարվենք մի հատ։ Մի հատ ստեղինենք։ ուժեղ նկար եղավ։ Ավտոբուսի մոտիկ չի, երեխեք դու գորդ եք ապրում։ Ես մոտ դեպի չարս եմ։ Այդտեղից կարած նկարի։ Հետապ կարող ասվա։ Դեն նկարի դես։ Ամեն ինչ կան եք երեխեք, ամեն ինչ հերթը։ Տասի՞։ Այնեց։ Երեխեք տենց տեսություն կա, որ ուժեղ անձրևը երկար չի տևում։ Հիմի կստուկ ենք, ճիշտ է այդ տեսություն թե չէ։ Ինձ կա քարտը։ Հա, վերջա։ Կարամ ես էլ նկարեմ։ Մեզ սմալիկ չեք տալու։ Ինչ։ Պարոն Փաշինյան, Հաճա։ կարվում ենք, սիրում ենք, ապրենք։ Շնորհակալ եմ սա։ Կարևորը խաղաղություն լինի։ Այո։ 003 Երեխեք ինչ կարծիք եք, մենք մանր շարժվում ենք դեպի այն կողմ։ Գնացեք։ Եկեք, մնացեք անձրևանոցի տակ, նկարվի, մնացեք անձրևանոցի տակ։ Քարտես տվեք, քարտես, Լեո Սմայլիկ, Սմայլիկ ելքի, ես վերցում։ Եկեք, երեխեք, եկեք, մնացեք զոնտիկի տակ։ Ես եմ շնորհակալ։ Նիկոլ Փաշինյան։ Եկեք, երեխեք, մտեք տակը, մի թրջվեք։ Լավ եղբայր, դու լավ ես։ Ուրախ եմ, որ քեզ տեսնում եմ էլի։ Երեկել ավանե իրեկել։ Ուրա, ավտոբուս եկավ։ Բարև ձեզ։ Այս անձրևանոցը պահեք։ Հա։ Այս հենց հետաքրքիր անձրևային ռոմանտիկ Սիրում եմ հայրացիայի մեր սիրելի բնակիչներ բոլորիդ,
Շենգավիթ, երևի արդեն այսօր ամփոփ ենք, այս տեղատարափի տակ արդեն դժվար կլինի։ Լավ եղեք, եթե կշարունակենք, էլի ուղիղ եթեր կմտնենք։